Բարև ձեզ, ինստաֆեսիայից թողարկմանը դիտեք։ Իսրայելն օգտագործում է հայերի ողբերգությունը Թուրքիայի հետ իր քաղաքական հաշիվները մաքրելու համար։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչումը բարոյական եւ պատմական պարտավորություն է։ Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ նախ Զանգ Միշուստինին, ապա ծաղիկներ եվրոպացի պաշտոնյային։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական մակարդակը Ռուսաստանի Դաշնությունը իջեցրել է։ Հաղթելու ենք կեղծ թեզ շրջանառող Արծրուն Հովհաննիսյանը նոր պաշտոն է ստացել։ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես մեջ անելու մաստեր կլաս։ Թուրքիան եւ Ադրբեջանը նյարդային ժողաձգումների մեջ են։ Իսրայելի կառավարությունը ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Հունիսի 28-ին այդ երկրի կառավարության անդամները միաձայն հավանություն են տվել հայոց ցեղասպանությունը ճանաչելու արտաքին գործերի նախարարի ներկայացրած նախագծին։ רצח העם המזעזע הזה שהתרחש לפני למעלה מ100 שנה Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ եւ որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է 1.5 միլիոն մարդու սպանություն ու հին մշակութային եւ պատմական ժառանգության ոչնչացում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն աջակցում է հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագծին, բայց եկեք հասկանանք, թե ինչու է Նեթանյահուն, որն անմասն չի մնացել արցախահայության դեմ հանցագործություններից, այս շրջանում օրակարգ բերել հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Պատճառը Թուրքիան է, որը տարածաշրջանում իր մրցակիցն է եւ առիթը բաց չի թողնում Իսրայելին մեղադրել Գազայի բնակիչներին ցեղասպանելու մեջ։ Ու հիմա Թուրքիային վնասելու համար Իսրայելը Օսմանյան կայսրության իրավահաջորդ թուրքական հանրապետությանը հիշեցնում է 110 տարի առաջ տեղի ունեցած 1.5 միլիոն հայերի ոչրագործությունը։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչումը բարոյական եւ պատմական պարտավորություն է։ Միևնույն ժամանակ տեղին է դատապարտել պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում։ Թուրքիայի արտգործնախարարությունը, Էրդողանի աշխատակազմը եւ անձամբ Էրդողանը կոշտ էին արձագանքել հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշմանը։ Արտգործնախարար Հական Ֆիդանի ղեկավարած գերատեսչությունը չարամիտ էր անվանել Թել Ավիվի քաղաքական որոշումը, հայտարարելով, թե հրեական պետությունն այդ կերպ քողարկում է սեփական հանցագործությունները։ Էրդողանը Նեթանյահուին մեղադրում է Գազայի բնակիչների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Մենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրի դեմ ուղղված զրպարտությանը, որը հնչում է հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերը ներկված են Գազայի 73000 անմեղ մարդկանց, մեծ մասը կանանց եւ երեխաների արյունով։ Bizim tarihimizde ne soykırım vardır, ne katliam vardır, ne zulüm, ne de sömürgecilik vardır. Մեր պատմության մեջ չկա ցեղասպանություն, կոտորած, ճնշում կամ գաղութատիրություն։ Մեր հազարամյակների փառահեղ պատմության ընթացքում եղել է միայն արդարություն եւ կարեկցանք։ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշումը քննադատել էր նաև Ադրբեջանը, մի երկիր, որին Նեթանյահուն տարիներ շարունակ առաջադեմ սպառազինությամբ էր ապահովել, որն ուղղվել էր արցախահայության դեմ։ Բաքուն հայոց ցեղասպանության թեման, որը նրանք հերքում են, անընդունելի էր համարել քաղաքական որոշման առարկա դարձնելը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշումը Հայաստանում լայն արձագանքի էր արժանացել։ Բաքվի բարբարոսական վարչախմբի այս մոտեցումը պայմանավորված չէ միայն Թուրքիայի հետ իբր մեկ ազգ երկու պետություն լինելու հանգամանքով, ինչպես փորձ է կատարվում ներկայացնել Բաքվում։ Իրանի դեմ ամերիկա-իսրայելյան վերջին անհաջող պատերազմը եւս ազդել է Բաքվի բարբարոսական վարչախմբի դիրքորոշման վրա, քանի որ Իսրայելի դաշնակից լինելը ունենալով տարածաշրջանային իր գերակայությունը նաեւ հրթիռային հարվածներով հաստատող Իրանի նման հարևան այժմ չափազանց վտանգավոր է դարձել։ Միևնույն ժամանակ Իսրայելին թիկունքով շրջվելու գործընթացը Բաքվի բռնապետի համար նույնպես հղի է անկանխատեսելի հետևանքներով, քանի որ այդ նույն բռնապետի իշխանության հարաբերական կայունությունը խարսխված է մի կողմից իսրայելական, իսկ մյուս կողմից թուրքական սյուների վրա, որոնցից յուրաքանչյուրի դուրս բերումը միանշանակ հանգեցնելու է այդ իշխանության խարխլման։ Եթե Թուրքիան եւ Ադրբեջանը իսկապես այդքան խոց
լուծվել են, ապա թող դադարեցնեն Բաքու-Թբիլիսի Ջեյհան նավթատարով Իսրայելին նավթի մատակարարումները։ Իսրայելն էր թող դադարի նավթ գնել։ Այս ամենը շատ նման է Ադրբեջանին իբր դատապարտող ԵՄ հայտարարություններին, որոնց զուգահեռ Եվրամիությունը շարունակում էր նավթ գնել Ադրբեջանից եւ ֆինանսավորել այդ պետությունը։ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը քաղաքական գործընթաց է եւ արդեն իսկ ճանաչած երկրների մի զգալի մասը դա արել է հենց Թուրքիայի հետ խնդիրներ ունենալու պատճառով։ Պետք է դադարել քաղաքականության մեջ ազնիվ բարոյական մղումներին հավատալ եւ սпасել։ Ինձ մեկ է, ինչ պատճառով Իսրայելը կճանաչի հայոց ցեղասպանությունը, եթե իհարկե ճանաչի։ Իմ համար կարևորն արդյունքն է եւ եթե իրենց քաղաքական նպատակահարմարությունը կհամընկնի մեր ազգային ձգտումների հետ, ավելի լավ։ Պաշտոնական Երևանից արձագանք չկար մինչև այն պահը, քանի դեռ լրագրողները անձամբ Փաշինյանից չհետաքրքրվեցին, թե ինչպես է Հայաստանի կառավարությունը մեկնաբանում այդ որոշումը, բայց պարզվեց, որ Փաշինյանն այդ որոշմանն արձագանքելու կարիք չի տեսնում։ Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք, որ հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահից։ Թուրքական օրակարգ առաջ տանելու մեջ Փաշինյանին մեղադրեցին սոցցանցերում։ Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը փաստորեն պաշտոնապես որդեգրում է թուրքական ֆաշիստական պետության վաղուց մշակած հակահայկական դրույթներից ու պահանջներից մեկը՝ հայոց ցեղասպանությունը դիտարկել որպես բացառապես պատմական եղելություն, այն անջատելով Հայաստանի Հանրապետության ներկա ծանրագույն իրավիճակից, հայ ժողովրդի կենսական շահերից եւ միջազգային իրավունքի հիմնարար դրույթներից։ Եթե այս տրամաբանությունը շարունակվի, ապա շուտով թուրքավարի կսկսեն խոսել արդեն ոչ թե հայոց ցեղասպանության, այլ 1915 թվականի իրադարձությունների մասին։ Ցեղասպանությունը չքաղաքականացնելու Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը ոչ այլ ինչ է, քան դառը զավեշտ։ Եթե դուք եք երեկվանից մտածում, թե ինչ է նշանակում զենքայնացում, համեցեք։ Անգլերենի weaponization բառն է, որը նշանակում է հակամարտություն գեներացնել եւ սրել իրավիճակները, ընդ որում պարունակում է ցինիզմով, արկածախնդրությամբ եւ ագրեսիվ թշնամանքով հակամարտություն ստեղծելու բացասական երանգը։ Բավական թարմ տերմին է մեդիայում, բիզնեսում եւ իրավաբանության ոլորտում նախորդ տարվանից է սկսել լայնորեն շրջանառվել։ Ինչ վերաբերում է ՆՓ-ի բարբաջանքին, ապա չեմ կարծում, որ նա ինքնուրույն է բառադարձել տերմինը։ Հավանաբար նա դա թարգմանել է իրեն փոխանցված անգլերեն տեքստից։ Անվիճելի է, որ Հայաստանին պետք չէ մտնել որևէ հակաթուրքական օրակարգի մեջ, բայց թուրքական օրակարգը պետք չէ այն աստիճան մտցնել պետական ուղեղի մեջ, որ գոնե մեկ սառը զսպված դիվանագիտական պատասխան չլինի Իսրայելին։ Լռության դիմաց Թուրքիան հաստատ ձեզ քաղցր աչքով չի նայելու։ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշմանն արձագանքել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։ Երևան Today-ը գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանից հետաքրքրվել էր, թե ինչպիսին է նախագահ Քոչարյանի դիրքորոշումը Իսրայելի ճանաչման վերաբերյալ, հաշվի առնելով ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը եւ Իսրայելի կողմից այս հարցը որպես Թուրքիայի դեմ զենք օգտագործելը։ Ի պատասխան Բագրատ Միկոյանն ասել էր. Որևէ պետության կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը համակարգային առումով ճշմարտության եւ արդարության հաստատման կարևոր քայլ է։ Մենք շնորհակալ ենք այդ քայլը կատարած բոլոր պետություններին։ Հայ ժողովրդի պետության եւ արդարության շահերից է բխում ճանաչման փաստը, իսկ ճանաչող պետությունն ինքնին կարող է ունենալ իր դրդապատճառները եւ շահերը, ինչը նույնպես բնական է։ Նման հարցերին պետք է նայել շատ սթափ։ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Հայ դատի կենտրոնական խորհուրդը արձագանքելով Իսրայելի կառավարության որոշմանը հայտարարել է, որ կողջունեն պաշտոնական Թել Ավիվի կեցվածքը, եթե հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը հասնի տրամաբանական եզրահանգմանը եւ Իսրայելի խորհրդարանը եւս հաստատի հայոց ցեղասպանության ճանաչումը որպես պետական դիրքորոշում։ Բայց Հայ դատի կենտրոնական խորհուրդը շեշտել է, որ հայոց ցեղասպանության ճանաչումը չի ազատում Իսրայելին արցախահայության դեմ հանցագործություններին առնչություն ունենալու պատասխանատվությունից։ Ցեղասպանության ճանաչումը իրեն այս պարագայում Իսրայելին պատմական ճշմարտությունների նկատմամբ չի տալիս անձեռնմխելիություն, ներառյալ իր մեղսակից լինելն Արցախի հայության հանդեպ կատարված հանցագործություններում։ Միաժամանակ ակնկալում ենք, որ հայոց ցեղասպանությունը ճանաչած Իսրայելը կստանձնի պատասխանատվություն, հավատացած լինելով հիշողության հավերժ լինելուն եւ պայքարելով դրա շղթման դեմ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանում
շրջանակում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կառավարության առաջնահերթությունը չէ, ընդ որում ոչ միայն առաջնահերթությունը չէ, այլև ընդհանրապես գործադիրի օրակարգում չէ այս հարցը։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից հանելը Փաշինյանը կապել է տարածաշրջանում լարում չառաջացնելու հետ։ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու հույս ունեցող Նիկոլ Փաշինյանը այս շաբաթ ստիպված է եղել զանգահարել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Կառավարությունը երկու նախադասությամբ է ամփոփել Փաշինյան-Միշուստին զրույցը, տեղեկացնելով միայն, որ նրանք քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական եւ մշակութային հումանիտար ոլորտներին վերաբերող հարցեր, ու ոչ մի խոսք այն մասին, որ զանգը տեղի ունեցել Փաշինյանի նախաձեռնությամբ։ Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից ենք տեղեկանում, որ Փաշինյանն է զանգել Միշուստինին։ Հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական եւ մշակութային հումանիտար ոլորտներում համագործակցության արդիական հարցեր։ Ինչպես նկատեցիք, Ռուսաստանի կառավարության 6 տողանոց հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չկար, որ Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Փաշինյանին վերընտրվելու առիթով։ Ավելին, նույնիսկ գրված չէր, որ Միշուստինը եւ Փաշինյանը քննարկել են հունիսի 7-ին Հայաստանում անցկացված ընտրությունները։ Սա կարող է նշանակել, որ ռուսական կողմը կասկածի տակ է դնում ընտրությունների հրապարակված արդյունքները։ Փաշինյանի Ռուսաստանի վարչապետին զանգելու փաստը սոցցանցերում տարբեր մեկնաբանությունների տեղի էր տվել։ Սենց քիչ-քիչ ռուսները գրլեին կիչեցնեն Լենինի դամբարանի պահակի մակարդակին։ Դե իգրալսը մальчик։ Հունիսի կեսից հա գնաց Պուտինի մոտ, այդպես էլ տեղ չհասնես։ Այսօր ինքնիշխան զանգ անես Միշուստինին ու մի поздравляю с грандиозной победой չասի ՌԴ վարչապետը։ Նիկոլ, այ անինքնասեր, ինչու է զանգել Միշուստինին։ Բամանայիր բարձունքիդ վրա Մոսկվայից քեզ միջև հիմա չեն շնորհավորել։ Այ աննամուս, տեսնում ես ռուսները շան տեղ քեզ չեն դնում, ինչու է զանգել։ Քեզ պաշտպանող ու լոշտակ հակառուսական գրառումներ եւ տեսանյութեր հրապարակող թիմակիցները դու երկրպագուներդ գիտեն, որ ամենառսաստրուկ ու ռսահպատակը դու ես։ Ըխք։ Ինչու էր Հայաստանի ղեկավարը զանգել Ռուսաստանի վարչապետին եւ ոչ թե նախագահին։ Գուցե Փաշինյանը վստահ չէր, որ վերընտրվելու կապակցությամբ իրեն դեռ չշնորհավորած Վլադիմիր Պուտինը կպատասխաներ իր զանգին, ու որ զանգն անպատասխան չմնար, Փաշինյանը որոշել էր հավաքել վարչապետ Միշուստինի հեռախոսահամարը։ Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի միջև կապը կտրվել է ընտրություններից հետո։ Նրանց միջև վերջին զրույցը եղել է հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը։ Ըստ Փաշինյանի նախընտրական շրջանում արված հայտարարությունների ինքը վերընտրվելուց հետո պետք է հանդիպեր Վլադիմիր Պուտինի հետ։ Փաշինյանն այդ մասին հայտարարել էր դեռ ապրիլի 9-ին Մոսկվայից վերադառնալուց 1 շաբաթ անց։ Ինչ վերաբերվում է տետատետ հանդիպմանը, մենք արդեն պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների մասին եւ մեր միջոցառումների մասին։ Բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում հունիսի 2-րդ կեսին։ Այս շաբաթ սակայն Փաշինյանը հերքել էր ինքն իրեն, ասելով, թե Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել ու հավաստիացրել էր, թե առաջիկայում շփումներ կլինեն։ Նախատեսված հանդիպում չի եղել եւ երկրների ղեկավարների հանդիպումների կարճ ժամանակ ասած ինքը մի շաբաթ մի օր չի։ Այսինքն առաջիկայում կլինեն շփումներ, չի եղել նշանակված։ Ձեր հայտարարությամբ պետք է ընտրություններից մոտ 1 շաբաթ հետո լիներ, ասել էիք հունիսի 2-րդ կեսին։ Չէ, դա ուրիշ թեմայի մասին է եղել եւ դա համենայն դեպս առաջիկայում կլինի համոզված եմ հանդիպում։ Այս հայտարարությունից 1 օր անց էր Փաշինյանը հեռախոսազանգ նախաձեռնել Միշուստինի հետ, ինչը գնահատվեց որպես նրա քաղաքական մակարդակի իջեցում։ Հիմա հայկական կողմը խնդրում է, դիմում է, ոնց ուզում եք սա ձևակերպեք, սա արդեն թողնում ենք ձեր հայացողությամբ։ Դիմում է ռուսական կողմին բանակցություններ վարելու, հեռախոսազրույց ունենալու Ռուսաստանի իշխանության ներկայացուցչի հետ, բայց ոչ թե Պուտինի հետ, այլ Միխայիլ Միշուստինի հետ։ Միշուստինը ով է? Ռուսաստանի Դաշնության վարչապետը։ Կարևոր անձ է, կարևոր դեմք է։ Իհարկե կարևոր է, բայց ինքը Ռուսաստանի Դաշնության ղեկավարը չի։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական մակարդակը
Ռուսաստանի Դաշնությունը իջեցրել է, դրա համար ենք ասում, որ միգուցե այս ձևակերպումը ճիշտ է, որ աշխարհակահական խոզությունների համար պատասխան տալու ժամանակն է գալիս։ Երբ կլինի Փաշինյան-Պուտին հաջորդ հանդիպումը, պարզ չէ, բայց ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը չի թուլանա, ու դրան կնպաստեն նաև Ռուսաստանի հակառակորդ Եվրամիությունից։ Հուլիսի 2-ին Երևան եկած Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցը դրա ապացույցներից մեկն է։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը տարածաշրջանային բնույթ ուներ, նա Բաքվից էր Երևան եկել։ Օդանավակայանում նրան փոխվարչապետն էր դիմավորել ծաղկեփնջով։ Երկրորդ ծաղկեփունջը եվրոպացի պաշտոնյան ստացել էր կառավարությունում Նիկոլ Փաշինյանից։ Հայկական ծաղիկների ներմուծումը Ռուսաստան ժամանակավորապես սահմանափակված է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Փաշինյանի կառավարությունը Եվրամիությունից է աջակցություն խնդրել, որ հնարավոր լինի ծաղիկներ արտահանել Եվրոպա։ Ու այս ֆոնին Եվրոպական հանձնաժողովի նախագահին երկու ծաղկեփունջ նվիրելը սոցցանցերում հումորային գրառումների տեղի էր տվել։ Հիմա օդանավի մոտ ստանալով այս ծաղկեփունջը ես ներմուծող եմ, թե արտահանող, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին թերևս հարցնում է Տիկին ֆոն դեր Լայենը։ Հնարավոր է նաև, որ Տիկին Ուրսուլան զարմանք է հայտնում Գրիգորյանին, որ սուպերմարկետներում սփռված ծաղիկների առատության եւ այդքան էժան գնի պայմաններում իրեն դիմավորում են այս համեստ ծաղկեփնջով։ Գրլես եվրոպացիների վրա է ծախում հայկական ծաղիկները։ Երևան այցի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե Փաշինյանը կարող է հույսը Եվրոպայի վրա դնել եւ որ Երևանին կտրամադրվի լայնածավալ ֆինանսական եւ տնտեսական աջակցություն։ Ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրամիության հանձնաժողովը որոշում է կայացրել հայաստանյան մի շարք ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառել։ Սա նշանակում է, որ որոշակի ապրանքախմբեր Եվրամիություն կարտահանվեն եւ կներկրվեն առանց մաքսատուրքի, այսինքն ազատ առևտրի ռեժիմով։ Սա նշանակում է այս ATM-ները կազատականացնեն Հայաստանի արտահանումների մոտավորապես 80%-ը դեպի Եվրոպական միություն։ Սրանով սա նշանակում է, որ 80%-ը ձեր առևտրի մեզ հետ այժմ փսակագների ենթակա չի լինի։ Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ապօրինում են ռուսական շուկայի վրա, եւ դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկան 450 միլիոն սպառողների ընդգրկմամբ։ Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները համարյա 99%-ի Հայաստանի թարմ գյուղամթերքի, բանջարեղենի, մրգի եւ բուսական ծագման արտադրանքների, որոնք միջայդ Ռուսաստան էին արտահանվում, դուրը բացելով ավելի քան 90% ձեր խմիչքների եւ ոգելից խմիչքների արտահանման համար Եվրոպական միության միասնական շուկան։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է նաև Հայաստանին լրացուցիչ 18 միլիոն եվրոյի հատկացման մասին, որն ըստ նրա նպատակ ունի ամրապնդել երկրի առևտրային կարողությունները եւ դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները։ Այս ֆինանսավորումը հուլիսին քննարկված 52 միլիոն եվրո արժողությամբ օգնության փաթեթի եզրափակիչ մասն է։ Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո օգնելու ամրացնել եւ բազմազանեցնել ձեր առևտուրը։ Ֆինանսավորումը կարող է օրինակ օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի արտահանման հզորությունները հայկական բիզնեսների խթանվեն։ Հայաստանը Եվրամիության անդամ չէ, բայց արտոնություն է ստանում այդ կառույցից։ Ինչու՞։ Ըստ քաղաքագետ Արթուր Խաչիկյանի, Բրյուսելը Երևանին Մոսկվայից պոկելու համար պատրաստ է գնալ բառացիորեն ամեն ինչի։ Հայաստանի համար գումարներ գտնվում են հենց այն ժամանակ, երբ պետք է վնաս հասցնել Մոսկվային եւ հայկական ապրանքների համար եվրոպական շուկան պատրաստ են բացել միայն այն դեպքում, երբ Հայաստանը հրաժարվի ռուսական շուկայից։ Հետաքրքիր տնտեսական ինտեգրում է ստացվում այն բացառապես քաղաքական մանիպուլյացիայի եւ քաղաքական շահերի առաջ մղման
գործիք է։ Դե ինչ, եթե դա չի լինելու այնպես, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում, երբ ի վերջո սահմանափակումներ մտցրեցին ուկրաինական արտահանման նկատմամբ, թող փորձեն, տեսնենք, թե դա որքան կտևի, ինչպիսին կլինի հայկական ապրանքների գները Եվրոպայում, ինչպես կընթանա սերտիֆիկացման գործընթացը եւ այդպես շարունակ։ Իսկ հետո առաջարկում եմ ամեն անգամ, երբ մեզ գումար կամ Բրյուսելի ուշադրություն պետք լինի, վազել Մոսկվա եւ ձևացնել, թե ուզում ենք հետ վերադառնալ։ Միայն այդ ժամանակ եվրոպացի հյուրերը նորից կսկսեն գալ մեզ մոտ եւ մեծ գումարներ տալ։ Շատ հետաքրքիր իրավիճակ է ստացվում։ Հենց սա էլ ես անվանում էի տնտեսության վերացում քաղաքական զենքի, weaponization of economics։ Մինչ Փաշինյանը փորձում է խաղալ երկու լարի վրա, Մոսկվայից այս շաբաթ են ուղիղ հայտարարել դրա անհնարինության մասին։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինն ասել է, որ մինչև դեկտեմբեր փորձագետները կմշակեն թե տնտեսական, թե իրավական ասպեկտները կապված ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցությունը կասեցնելու հնարավոր հետևանքների հետ։ Мы, честно говоря, не очень понимаем, почему. Մենք անկեղծ ասած այնքան էլ չենք հասկանում, թե ինչու է Հայաստանի ղեկավարությունը հապաղում երկրի բնակիչներին հարցնել իրենց համար այս չափազանց կարևոր հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշման մասին։ Հավանաբար չեմ բացառում, որ նման շտապողականության բացակայության հետևում կան ինչ-որ կոնյուկտուրային նկատառումներ, այնպես չէ, ԵԱՏՄ անդամների համար անընդունելի է այն իրավիճակը, երբ Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, օրենսդրորեն ամրագրում է իր այսպես կոչված եվրաձգտումները, միևնույն ժամանակ շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միության անդամակցության բոլոր բարիքներից ու առավելություններից։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բացառել է Սերժ Սարգսյանի նման մի գիշերվա մեջ հրաժարվել եվրոպական նկրտումներից ԵԱՏՄ-ում մնալու համար։ Ավելի պարզ ասած, Փաշինյանը չի պատրաստվում հրաժարվել խորհրդարանի կողմից 2025 թվականի գարնանը Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքից։ Ռուսական կողմից Փաշինյանին դեռ չեն արձագանքել։ Պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ռազմական գերատեսչության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հովհաննիսյանին այդ պաշտոնում նշանակել է Փաշինյանի առաջարկի հիման վրա։ Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը հանրային դժգոհություն էր հարուցել։ Զանգել Միշուստինին, հանդիպում մուրալ ու հետո նացիստներին արդարացնող Արծունին նշանակել պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ։ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես մեջ անելու մաստեր կլաս։ Սիրելի գյուղացիներ, ում բերքը Սինգապուր ուղարկված 1 տոննայի մեջ չի մտել։ Դուք գիտեք, ում շնորհակալ լինել։ Այս նշանակումը կարծես ծաղր է առողջ բանականությանը։ Երրորդ Ռայխին բացահայտ համակրող մարդն այժմ համակարգելու է երկրի ռազմական միտքը։ Հովհաննիսյանը ոչ միայն շտաբի սպա է, այլև այլընտրանքային պատմության հանրաճանաչ երկրպագու, որում Ադոլֆ Հիտլերը ներկայացվում է որպես հայ ժողովրդի ազատագրող։ Նիկոլը, որ խելք ունենար, այս իրավիճակում ծայրունին կնշանակեր գյուղմթերքի եւ ծաղկի սպառման կոմիտեի նախագահ ու հայ ազգը վստահ կլիներ, որ հայոց բանակը այս պահին գրոհում է Բաքուն, որ ադրբեջանցիների վրա ծիրանն ու ծաղիկը նաղդի։ Արծրուն Հովհաննիսյանի պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնում նշանակելու որոշմանն անդրադարձել էր նաև ռուսական մամուլը։ Պետական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը հիշեցրել էր, որ Արծրուն Հովհաննիսյանն այն գնդապետն է, որն ավելի վաղ հայտարարել էր, որ հիտլերյան Գերմանիան ծրագրում էր ստեղծել անկախ պատմական Հայաստան։ 2025 թվականին հաղթանակի օրը Հովհաննիսյանը, ով այդ ժամանակ ղեկավարում էր Հայաստանի ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտը, երկրի հանրային հեռուստաընկերության եթերում միֆ որակեց պատմական գիտության մեջ ընդունված այն կարծիքը, որ Ստալինգրադի մոտ գերմանական զորքերի ջախջախումը կանխեց թուրքական ներխուժումը խորհրդային Հայաստան։ Ավելին, Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ստալինգրադից դեպի Կովկաս Գերմանիայի հետագա առաջխաղացման դեպքում նացիստները իբր պատրաստվում էին ներխուժել Թուրքիա, Բուլղարիայի եւ Հայաստանի տարածքից, ինչը նրա պնդմամբ ենթադրում էր միացյալ պատմական Հայաստանի ստեղծում։ Արծրուն Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ համակարգում էր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Նա էր մեզ պատերազմի մասին պատմում, ընդ որում հայտարարում, թե հաղթելու ենք։ Բայց հետագա
Հետագայում պարզվեց, որ նրա հաղորդած պաշտոնական տեղեկությունների մի մասը իրականությունից շատ հեռու է։ Դա էր պատճառը, որ պատերազմից հետո նա հանրության շրջանում վստահության կորուստ ունեցավ։ Ինձ թափվեցի այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը։ Շնորհակալություն։